Եվրոպան ավելի արդյունավետ կապեր է կառուցում Կենտրոնական Ասիայի հետ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջոցով, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտակոսը։ Նրա խոսքով տարածաշրջանում ԵՄ քաղաքականության առանցքային տարրերից մեկը տրանսպորտային և տնտեսական կապի զարգացումն է։ Միասին մենք ցանկանում ենք զարգացնել տրանսպորտային, էներգետիկ և թվային նոր ուղիներ Հարավային Կովկասում։ Այս ամենը կարող է ավելի սերտորեն կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ, նվազեցնելով ռազմավարական կախվածությունը։ Հյուսիսում և հարավում մոլեգնող պատերազմների պայմաններում Թուրքիայի և Հարավային Կովկասի միջով ի հայտ եկող առևտրային ուղիները կարևոր նշանակություն են ձեռք բերել, նշել է Մարտակոսը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում ավելի մեծ կանխատեսելիությանը, հայտարարել է Ալբանիայի արտաքին գործերի նախարարը։ Ֆերիդ Հոջան ողջունել է խաղաղության գործընթացի ամրապնդման ուղղությամբ առաջընթացը, նրա խոսքով դա նպաստում է էներգետիկայի կապակցվածության և եվրոպական ավելի լայն անվտանգությանը։ Հոջան հավելել է, որ Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է։ Երկարաժամկետ խաղաղությունը պահանջում է ոչ միայն բարձր մակարդակի քաղաքական կամք, այլև կայուն ջանքեր վստահության ամրապնդման, թափանցիկության ապահովման և վեճերի կարգավորման ու տարածաշրջանային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ընդգծել է նախարարը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը այլ տարբերակ չունի և պետք է պատվիրակություն ուղարկի Իսլամաբադ բանակցությունների համար։ Դոնալդ Թրամփի խոսքով ԱՄՆ-ն գտնվում է շատ ուժեղ բանակցային դիրքում և ակնկալում է մեծագույն գործարք կնքել։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Իրանի ծովային շրջափակումը հսկայական հաջողություն է դարձել։ Հորմուզի նեղուցը գտնվում է Միացյալ Նահանգների լիակատար վերահսկողության տակ։ Նա կրկին ակնարկել է, որ մտադիր չէ երկարաձգել հրադադարի ռեժիմը, նշելով, որ դրա ավարտին քիչ ժամանակ է մնում։ Թրամփը հավելել է, որ Իրանը հավանաբար համալրում է հրթիռների պաշարները և վերախմբավորում ուժերը, սակայն Միացյալ Նահանգները պատրաստ է հարվածներ հասցնել երկրի ենթակառուցվածքներին, այդ թվում կամուրջներին և էլեկտրակայաններին։ Իրանական կողմը ևս պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները, եթե դրա կարիքը լինի։ Իրանի նախագահը կոչ է արել հարգել ստանձնած պարտավորությունները, որոնք հիմք են ծառայում երկխոսության համար։ Իրանը պատմականորեն չի վստահում ԱՄՆ կառավարությանը, իսկ ամերիկացի պաշտոնյաների ոչ կառուցողական և հակասական հայտարարությունները դառը ուղերձ են պարունակում, որ նրանք պահանջում են Իրանի կապիտուլյացիան, մտահոգություն է հայտնել Մասուդ Փեզեշքյանը։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ նախազգուշացրել է, չեն պատրաստվում սպառնալիքների ներքո բանակցություններ անցկացնել։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով Թեհրանը պատրաստ են նոր խաղաքարտեր օգտագործել մարտի դաշտում։ Զուգահեռ տեղեկություններ կան, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու ամերիկացի այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ իրանական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Թեհրանը դեռ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնն առաջարկում է հետ քաշվել և պաշտպանական նոր գծեր կառուցել, սակայն Ուկրաինայի նախագահի խոսքով առաջ է գալիս այդ տարածքների բնակիչների և զինվորականների արձագանքի հարցը։ Բացի այդ, մենք չունենք անվտանգության երաշխիքներ, որոնք կկանխեն ռուսական հնարավոր նոր հարձակումները։ Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար, հավելել է Զելենսկին։ Նրա համոզմամբ պատերազմը դադարեցնելու ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներին, սակայն ըստ Զելենսկու Ռուսաստանը չի ընդունում այս ձևաչափը։ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը գիտի ինչպես կավարտվի պատերազմը, սակայն այդ մասին որևէ հրապարակային հայտարարություն չի անի։ Կձգտենք հասնել մեր նպատակներին, վստահ եմ, որ կյանքի կկոչենք դրանք, եզրափակել է Ռուսաստանի նախագահը։ Դիանա Գասպարյան, լուրեր։